Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գիծը դեռ ամբողջությամբ չկառուցած ու չշահագործած, ինչի մասին արդեն տարիներ շարունակ խոսում են, գովազդում, հիմա էլ հայրենի իշխանականները էլեկտրաէներգետիկ ընդհանուր համակարգ են ցանկանում ստեղծել ոչ ավելի ոչ պակաս Ադրբեջանի հետ։ Դեռ հարաբերությունները չհաստատված, այդքան բաղձալի խաղաղության պայմանագիրը դեռ չստորագրած։ Ինչևէ, գործադիրի ղեկավարն այս մասին հայտարարեց ազգային ժողովում։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Որ սովետական տարիներին էներգետիկ համակարգ էր գործում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, փաստում են նաեւ ոլորտի մասնագետները։ Սկսած 60-ականների սկզբից, հիմնականում սովետական տարիներին եւ 90-ականների սկզբին կարճատված։ Հայաստանի էներգետիկ համակարգը որոշակի սինխրոնիզացված է Վրաստանի եւ Իրանի հետ։ Էներգետիկ համակարգը միավորել Ադրբեջանի հետ հնարավոր չէ, սինխրոնիզացնել այո։ Դա արվում է, որպեսզի որոշակի ճգնաժամերի դեպքում կողմերը կարողանան միմյանց արագ օգնել էլեկտրաէներգիայի մատակարարմամբ, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Ինչը նորից բավական մեջ ֆինանսական եւ այլ տիպի ներդրումներ է պահանջում, որտեղ տենց արագ լանել հնարավոր չէ։ Տեսակետ կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերի սինխրոնիզացմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը ստիպելու է Հայաստանին փակել ՀԱԵԿ-ը։ Էներգետիկ ոլորտի մեկ այլ փորձագետ էլ հակառակն է պնդում, բացառելով դա։ Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ նույնիսկ Եվրամիությունը տարիներ շարունակ պահանջում են Հայաստանի ատոմակայանի փակումը։ Ու քանի որ ատոմակայանի փակումը կբերի դեֆիցիտի էլեկտրաէներգիայի, փորձում են այստեղ մեջտեղ բերել Ադրբեջանը, որը ասում է, որ ես էլեկտրաէներգիա կմատակարարեմ Հայաստան։ Խնդիրը որևիցե անմիջական կապ չունի Հայաստանում աշխատող ատոմակայանի հետ։ Հակառակը, Հայաստանի ատոմակայանը կարող է էական դրական դերակատարում ունենալ, ապահովելով տարածաշրջանում էլեկտրական էներգիայի փոխոսքեր, արտահանում։ Հայտնի է, որ Հայաստանը ավելցուկային էլեկտրաէներգիա է արտադրում եւ դա պետք է սպառել։ Փորձագետի դիտարկմամբ Հայաստանը կարող է այն արտահանել Ադրբեջան։ Ադրբեջանական փորձագիտական համայնքն էլ մեդիահարթակներում գրում եւ հանրությանն է ներկայացնում, որ Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում իբրև թե ստեղծել է ժամանակակից էներգետիկ ցանց։ Հիշեցնենք, որ էներգետիկ ցանց կար Արցախում, երբ արցախցիները դեռ չէին տեղահանվել։ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հնարավոր էներգետիկ գործարքը հնարավոր է իրականացնել Լաչինի-Բերձորի շրջանի ուղղությամբ։ Հայաստանը ի վիճակի է տարեկան միլիարդ ու կես կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա արտահանել լրացուցիչ։ Հայաստանը էլեկտրաէներգիայի կարիք ինքը չունի եւ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրումները կարող են կրել սահմանափակ չափ եւ միայն սեզոնային բնույթի ներկրումներ։ Հակառակը Ադրբեջանի էներգետիկ համակարգը դեֆիցիտային է եւ Հայաստանը այստեղ կարող է էլեկտրական էներգիա մատակարարել Ադրբեջանին։ Այս պահի դրությամբ, եթե հենց հիմա դատենք, Ադրբեջանի գեներացիոն հյուսությունները բավարար չեն, որպեսզի Հայաստանին մատակարարի։ Հայաստանյան ընդդիմադիր դաշտն էլ մեղադրում է ներկայիս իշխանություններին, որ Հայաստանի կառավարությունը երկրի էներգետիկ համակարգի բանալիները հանձնում է Բաքվին ու Անկարային։ Ընդդիմադիր թևը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները ներգրաված լինելով Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև էներգետիկ դիմակայության մեջ, աստիճանաբար ներքաշում են երկիրը ռիսկային աշխարհաքաղաքական նախագծերի մեջ, որոնք թույլատնում են Հայաստանի ինքնիշխանությունը եւ մեծացնում կախվածությունը Միացյալ Նահանգներից, Թուրքիայից ու Ադրբեջանից։ 2 միլիարդ 317 միլիոն դոլարի թանկարժեք քարեր եւ մետաղներ եւ 1 միլիարդ 236 միլիոն դոլարի տեխնիկա եւ էլեկտրոնիկա է արտահանվել 2025-ին Հայաստանից։ Ինչի մասին են այս թվերը խոսում։ Գուցե այն բանի, որ Հայաստանը ունի հզոր արդյունաբերական ռեսուրս, թղթերի վրա գուցե իրականում սա հին ու ոչ վարի ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքն է։ Դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա նվազել է, բայց այդքանով հանդերձ վերաարտահանումը միևնույնն է ապահովում է ահռելի եկամուտներ մեր բյուջեի համար։ Զարմանալի չէ, որ 2025-ի խոշորագույն հարկատուն սմարթֆոնների վաճառքով զբաղվող ընկերությունն է, որը բյուջե է մուտքագրել 200 միլիոն դոլարից ավելի հարկ։ Դրա փոխարեն նահանջել են ավանդական խոշոր հարկատուները։ Գազպրոմի հարկերի նվազելը նշանակի, որ Գազպրոմի կողմից տրամադրվող գազի քանակների տավանն է նվազել, որը խոսում է արդյունաբերական ճյուղերի նվազելու մասին եւ գյուղատնտեսության որոշակի նվազելու մասին, ասենք ջերմոցներ եւ այլն, որոնք ոչ օգտագործում են գազը։
եւ բնակիչների կողմից։ 25-ի խոշորագույն հարկատուների ցանկի առաջին տեղերում չկան արդյունաբերական ընկերություններ։ Սա Հայաստանի տնտեսության մոդելը ներկայացնող փաստ է, այսինքն կազմակերպությունը կարող է ահռելի հարկեր փոխանցել բյուջե, սակայն ունենալ 1-2 տասնյակ աշխատակից, ինչպես օրինակ վերաարտահանումով զբաղվող ընկերությունները։ Այսինքն գործունեությունը փող է բերում, բայց մուլտիպլիկատիվ էֆեկտ չունի տնտեսության համար։ Ռոնդիկները թանկացել շուկայում ու իրենք ռեկորդային թիվ էին մոտել, մոտավորապես 144 միլիարդ դրամ, հետո նվազել էր 109 միլիարդ 24 թվին, հիմա 52 միլիարդ է։ Հիմա մի հարց է առաջ գալիս, դեռ որքան հնարավոր կլինի բյուջե հոսքեր ապահովել վերաարտահանման հաշվին եւ ընդհանուր առմամբ ինչ ազդեցություն դա կունենա մեր տնտեսության վրա։ Փորձագետների կարծիքով այն, որ իրավիճակից օգտվում է հայկական բիզնեսը, շատ լավ է։ Ուրիշ բան, որ պետական տնտեսական քաղաքականություն այս ընթացքում պետք է տարվեր այնպես, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո ստացած շահույթը շարունակեր աշխատել հօգուտ Հայաստանի տնտեսության։ Ենթադրություն անելով, որ իբր այս դրամական հոսքերը երկարաժամկետ հեռանկարում լինելու են, կառավարությունը կարող է պարտավորություններ ստանձնել երկարաժամկետ, ու երբ հետագայում այս դրամական հոսքերը կտրվեն, ուղղակի ի վիճակի չլինի այդ պարտավորությունները կատարելու եւ հայտնվենք այդպես ֆինանսական ծանր դրության մեջ։ Մեծ հաշվով վերաարտանվող ոսկու եւ էլեկտրոնիկայի ծավալները կսկսեն նվազել, հենց որ Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանն ու Ամերիկան գան համաձայնության։ Ինչ ենք անելու մենք դրանից հետո, պարզ չէ, տարեկան Հայաստանի բյուջե հարյուրավոր միլիոնների հարկեր են մուտք լինում բացառապես հենց վերաարտահանման շնորհիվ, իսկ այդ մուտքերով մարվում են միլիարդավոր դոլարների պարտքերի տոկոսադրույքները, որոնք կառավարությունը շարունակում է ներգրավել ճանապարհաշինության եւ այլ նախագծերի համար։ Եթե դու տեսնում ես, որ կարճաժամկետ ինչ-որ օգուտներ ունես, հնարավորություններ ունես, եկամուտներ ունես, այդ կարճաժամկետ եկամուտները կուտակում ես ու դնում ես մի կողմ, որպեսզի հետագայում խնդիրներ առերեսես, կամ գոնե եթե չես դնում մի կողմ եւ ուզում ես օգտագործել, դրանց հաշվին այդպես երկարաժամկետ պարտավորություններ չես ստանձնում։ Կա կարծիք, որ իշխանության ներկայացուցիչները հույս ունեն դեպի Ռուսաստան վերաարտահանումից ստացվող շահույթը փոխարինել թրիփից ստացվելիք շահույթով, սակայն վերջինից ստացվելիք եկամուտները Հայաստանի համար չափազանց աղոտ են, հեռանկարներն էլ անկանխատեսելի։ Համաշխարհային առևտրի ուղիների վերականգնման պայմաններում Վրաստանը ձևավորվում է որպես տարածաշրջանային կայունության ու լոգիստիկայի կենտրոն, հայտարարել է վարչապետ Կոբախիձեն։ Նրա խոսքով մաքսային բարեփոխումները, Եվրամիության համատեղելի տարանցիկ համակարգի ներդրումը եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերը նպաստում են տարածաշրջանային գործակցության ու ապրանքների անխափան տեղաշարժի ապահովմանը։ Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կոնյակ արտադրող տնտեսվարողների աջակցության ծրագիրը եւ դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին առնվազն 3000 տոն նախաղողի մթերումներ իրականացրած եւ շշալցված կոնյակի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրել մինչեւ 200 միլիոն դրամ սահմանաչափով վարկեր, աշխատակիցների աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր եւ պարտադիր վճարումներ իրականացնելու նպատակով։ Նախորդ տարվա հոկտեմբերի դրությամբ հայաստանյան 65357 կազմակերպությունում գրանցված է 810052 աշխատակից։ Նրանց միջին ամսական աշխատավարձը 293729 դրամ է։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։ Մի քանի օր առաջ մի թոշակառուի գրանցեցի, տղամարդ էր, նման ձևով ցույց էր տալիս, որ գինեկոլոգ մանկաբարձի կոնսուլտացիայի է այցելել։ Ինձ մոտ էլ կան այցելություններ, որոնք չեն եղել, ասեմ ավելին, այդ օրերին ես բացակայել եմ հանրապետությունից։ Բազմաթիվ քաղաքացիներ են ահազանգում Արմեդ էլեկտրոնային առողջապահական համակարգում առկա լուրջ խախտումների վերաբերյալ։ Թեման միայն տեխնիկական խնդիրները չեն, խոսքը հնարավոր սխալ ախտորոշումների, բժշկական գաղտնիքի խախտման եւ նույնիսկ պետական միջոցների չարաշահման մասին է։ Արմեդ համակարգը ներդրվեց մեկ հիմնական նպատակով՝ ապահովել քաղաքացու բժշկական պատմության հասանելիությունը ցանկացած բուժհաստատությունում։ Այն պետք է օգներ բժիշկներին արագ կողմնորոշվել եւ ճիշտ ախտորոշում տալ, հատկապես արտակարգ իրավիճակներում, սակայն իրականությունը ըստ քաղաքացիների եւ փորձագետների այլ պատկեր ունի։ Առաջինը բերում է կեղծ ինֆորմացիայի տրամադրում եւ հետագայում ախտորոշման սխալների մեծ հավանականության ստեղծում, եթե
ձեռքնեք այդ մտքում, որ ստեղծվել է էլեկտրոնային առողջապահությունը։ Բայց այստեղ ամենամեծ խնդիրը կա նաև, որ ցանկացած Արմեդին գրառում բժշկի կողմից ցանկացած այց իր հետևից նաև ենթադրում է գումարների տրամադրում պետական պատվերի շրջանակով։ Նույն ապենդիցիտի տրամադրումը, վիրահատումը հետևից փող է տարել կամ դիալիզը, որը համարվում է պետպատվեր ծրագրերից մեկը, փող է տարել։ Քաղաքացիները նշում են, որ Արմեդ համակարգում իրենց անունով գրանցված են բուժծառայություններ, որոնք իրենք երբեք չեն ստացել։ Կան դեպքեր, երբ մարդիկ վստահեցնում են, չեն կանչել շտապօգնություն, մինչդեռ համակարգում գրանցված են շտապօգնության կանչեր։ Այսպիսի կանչերը ըստ օրենքի փոխհատուցվում են պետության կողմից։ Իսկ դա արդեն հարց է առաջացնում, արդյոք խոսքը տեխնիկական սխալի մասին է, թե հավելագրումների եւ պետական գումարների վատման, ասում է փորձագետն ու հավելում, խնդիրը կարող է հանգեցնել նաև ավելի վտանգավոր հետևանքների։ Օրինակ, եթե Արմեդ համակարգում առկա է սխալ բժշկական պատմություն, դա կարող է բերել սխալ ախտորոշման։ Օրինակ, եթե մարդը հայտնվի անգիտակից վիճակում եւ տեղափոխվի հիվանդանոց, բժիշկը առաջին հերթին կդիմի Արմեդ համակարգին բուժառուի, այսպես ասած, բժշկական կենսագրությունը իմանալու համար, բայց սա դեռ ամենը չէ։ Քաղաքացիներից մեկը պատմում է, որ փորձել է պարզաբանել իր անունով գրանցված դիալիզի ծառայության փաստը։ Վանաձորի բժշկական կենտրոնից իրեն ուղարկել են մեկ այլ կնոջ լուսանկար նույն անուն ազգանունով, հետո սակայն պարզաբանել են, թե շփոթմունք է։ Փորձագետների խոսքով տվյալ դեպքում խախտվել է ոչ միայն դիմող քաղաքացու, այլև այդ կնոջ բժշկական գաղտնիքը։ Տեղ նախարարության քաղաքականության կամ նախարարության մասը չի, սա կոնկրետ Արմեդի պահն է։ Այնինչ Արմեդ համակարգի պատասխանատուները նշում են, խնդիրը կապված է ոչ թե Արմեդ համակարգի հետ, այլ բուժհաստատությունների, որոնք մուտքագրել են սխալ ծառայություններ։ Արմեդ հավելվածը հնարավորություն է տալիս նաև տեսնել նման դեպքերը, ինչպես նաև հաղորդել դեպքերի ոչ ճշգրիտ լինելու մասին այցի մեջ առկա խնդիրներ կոճակի միջոցով, ինչպես նաև վերոնշյալ խնդրի համար քաղաքացուն առողջապահության նախարարության օրինակով ուղղորդում են դիմել տվյալ բուժհաստատություններին եւ պարզաբանում պահանջել։ Արինբերդի հանրահայտ փողոցն է։ Մայրաքաղաքի Արինբերդի փողոցի փոսերի մասին մոտ 1 տարի առաջ էին այսօր լրատվական ու Շամշյանքոմը բարձրաձայնել։ Այսքան ժամանակ է անցել, ոչ միայն փոսերի թիվն է ավելացել, նաև վիճակն է ավելի վատ թարացել։ Այս ամենին գումարվել է նաև դիտահորից դուրս եկող կոյուղաջուրը։ Պատկերացրեք, սարը եղանակին որելի հոտը զգացվում է։ Չնեցելի որ էլա Հայաստանում մեքենա չմնա։ Տարեկան 300,000 հարկ եմ տարի, բայց Կոյաջրերը սառույց են դառնում, իսկ փոսերի պատճառով մեքենաներ են կոտրվում, հատկապես գիշերային ժամերին ստիպված ավտոքաշակի օգնությանն են դիմում։ Վիճակը հատկապես անտանելի է քաղաքային տրանսպորտի համար։ Փոսերը։ Ահա որ ասիր պրծար։ Ահա որ վիճակը։ Էսի պրոստը չեմ պատկերացնում։ Իսկ Հայաստանի այլամասերի գյուղերում կես վիճակը։ Պրոստը ամոթ է, չեմ պատկերացնում, ասեք։ Փոսկը ընկնում ես տակը խփում է, չես իմանում, իսկ անստես որ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր վարորդներ խնդրանքով դիմում են պատկան մարմիններին, որպեսզի Արինբերդի այս փողոցը, որ մի քանի կիլոմետր հազիվ ընկնում են, մի քանի կիլոմետր հազիվ հասնի, այս մարդաբոյ փոսերը, այս խրամատները վերացնեն։ Օրեցօր ավելացող փոսերից խուսափելու համար վարորդները շատ հաճախ հանդիպակաց են դուրս գալիս, որը հաճախ նաև վթարների պատճառ է դառնում։ Զայրացած վարորդները քաղաքային իշխանությանն են դիմում, կոչանում ի վերջո գործնական քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում իրենք կդիմեն պայքարի այլ միջոցների։ Հունվարի 29-ի խոշոր հրդեհ է տեղի ունեցել Մայրաքաղաքում Շերամի փողոցի թիվ 90 կոտորակվեց հասցեում գործող անձեռոցիկների արտադրամասում։ Կրակի տարածման դեմ նախ պայքարել են անձեռոցիկների արտադրամասի աշխատակիցները, հետո նաև հրշեջների 12 մարտական հաշվարկ։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, Գազպրոմ Արմենիա Տրանսգազ Երևանի ԳԳՄ-ն, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները, նաև Երևանի շտապօգնության 2 հերթապախում։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Հունվարի 28-ին Մարմարաշենից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհին մեքենա է այրվել, օպերատիվորեն ժամանել են Մասիսի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները։ Մարել են Մերսեդեսում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Մեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Պարսամին։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի պարեկները։
Մեկ այլ մեքենա էլ այրվել է Աղավնատուն գյուղից դեպի Լեռնամերձ գյուղ տանող ճանապարհին, օպերատիվորեն ժամանած վաղաշաբաթի շրջփրկարարական ջոկատի հրշեջները մարել են 20-ամյա Հակոբի Մերսեդեսի շարժիչի եւ սրահի հատվածներում առաջացած կրակը, սակայն մեքենան վերածվել է ջարդոնի, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։